Քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քարոզարշավը մարտի 15-ին մեկնարկեց Կապան քաղաքի կենտրոնից։ Կապանում երկու նորակառույց շենք կա, մի անգամ 3, չէ, բայց այն երկու նորակառույց շենքը որ թվիներ, որ եկանք ինչ-որ խնդիրներ կար, չէ, սեփականատերը խնդիր էր բարձրացնում, բայց ես անցնելիս արդեն տեսա, որ պատշգամբներում բնակեցված, այսինքն երկու շենքերն են բնակեցված են։ Ըստ վարչապետի, եթե մարդը Կապանում տուն է գնում, ուրեմն վստահում է խաղաղությանը։ Կապանը բանա, սահմանի եզրին է, պռնկին է։ Եթե մարդ խաղաղությանը չվստահի, ոնց կարա տուն առնի եւ գա տեղ ապրի։ Եթե մարդը խաղաղությանը չվստահի, այդ խաղաղությունը համարի վատ է, այդ խաղաղությունը համարի անարժանապատիվ եւ այլն եւ այլն։ Ինչի ոնց կարա գա իր ընտանիքը այդ խաղաղության հենց, այսպես ասած, էպիկենտրոնում իր երեխեքի ապագան կապի տեղ է, ոնց կարա այդպես բան լինի, բացառված բան է։ Վարչապետը հետաքրքրվեց 2018-ից մինչև օրս Կապանում որքան սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել։ Վազքի մեջ գտնվողներն ներառյալ շուրջ 16 միլիարդ։ 16 միլիարդ կառավարության ֆինանսավորումը տեղ ինչքան է մտավ։ 5 միլիարդ։ Կապանի բնակիչներից վարչապետը հարցրեց, ըստ նրանց արդյոք խաղաղություն այժմ կա։ Հա, հստակ։ Ինչքան որ դու լինես, լավ լինում։ Ինձ եք մտածում։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ խաղաղության հետ կապված ինչ որ նեգատիվ զգացում ունեք որևէ բացառ։ Լավ լինելու։ Իսկ խաղաղությունը զգում եք։ Ո՞ս զգում եք։ Լարվածություն, հապես Կապանում կա լարվածություն։ Ես չեմ։ Ըստ վարչապետի այդ խաղաղությունը խնամքի կարիք ունի։ Բարև պարոն վարչապետ։ Լավ եք եղբայր։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, որ sense գիտակից ձեզ նման համախոհ մարդիկ ուղարկել մեր մարդիկ։ Լսեն, թոշակից։ Ես ինձ թոշակը չի հետաքրքրում, ինձ խաղաղությունն է հետաքրքրում։ Այս բանի առանձնահատուկ Կապանյան հանդիպումներ, երկու խոսակցություն իրար վրա, նախորդ քաղաքացին հրաժեշտ տալուց առաջ ասում է պետությունը լավ բան է, մեր հարգելի քաղաքացիներ ասում են ինձ թոշակը չի հետաքրքրում, ինձ խաղաղությունն է։ Բայարքի 5 տղա թոռ ունեն։ Արդեն մեծը բանակում է, այն 4-ն էլ գնալու են։ Ես կուզեմ, որ պատերազմ լինի նրանց հորիզոնական բերեդին դեմս։ Ամենավատ խաղաղությունը ամենալավ պատերազմից լավ է։ Բայց խաղաղությունը լավ է ուղղակի, խաղաղությունը լավ է, որովհետև տեսեք, այդ վատ խաղաղություն, լավ խաղաղություն, այն օրը եվրոպական խորհրդանում ելույթի ժամանակ ասացի, որ ասում են, որ մեր խաղաղությունը անթերի չի, իսկ ո՞ր է խաղաղությունը անթերի, չկա անթերի խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ այն կարգախոսը, որ հայրենիքը պետությունն է, այստեղ շատ կարեւոր է, թե ելակետը եւ հենման կետը որն է։ Մեր պետությունը էսա, Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե մեր ելակետը էս չի, դա լրիվ ուրիշ պատմություն է, ու նաեւ դա պատճառը, որ ես ասում եմ, մեր անկախության հռչակագիրը իրականում անկախության հռչակագիր չի։ Ինքը կոնֆլիկտի հռչակագիր է, որովհետեւ եթե դու պետություն ես հռչակում, ասում ես քո հետ էս խնդիր ունեմ, 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 դա անկախություն չի։ Վարչապետի խոսքով այսօր հաճախ ասվում է, որ խաղաղությունը արժանապատիվ չէ։ Իսկ Հայաստանի 30 տարվա վասալային վիճակը արժանապատիվ է։ Որ Հայաստանի ղեկավար արժանապատիվ է։ Բայց մարդիկ այսօր օտար երկրի եմիսան, այսօր մեր քաղաքական դաշտի, այսօր ձևավորվող, կոնսոլիդացվող ընդդիմությունը ըստ էության 100%-ով օտար երկրի եմիսարներ են։ Մարդիկ եկել են իրանց հայրենիքում, ներկայանում են որպես բան, օտար շահերի ներկայացուցիչ ու խոսում են արժանապատվությունից։ Այսինքն բան էլի, այդ ինչ արժանապատվության մասին է խոսքը։ Որ 30 տարի մեր պետությունը եղել է վասալի կարգավիճակում, դա արժանապատիվ է։ Փաշինյանը նաև նշեց, առաջիկայում նախատեսում են հանրությանը ներկայացնել վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը։ 2-3 ամիս առաջ հայտարարություն արեցի, ասացի, ովքեր ուզում են քաղաքացիները տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել, ինչ ենք ձեռք բերել, կտանեմ, ցույց կտամ, արդեն քանի խումբ հրավիրել եմ գնացել ենք, բայց այնքան թիվը մեծ է մարդկանց։ Վերջ եկանք այն եզրակացության, որ պետք է բոլորին ցույց տանք, հրապարակային ցույց տանք,
Եվ մենք մտածում ենք հիմա, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որպես մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց մենք դա անում ենք նաև խաղաղություն ընդգծելով եւ խաղաղության համատեքստում, քանի որ խաղաղությունը մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները հույս ունենք դա չեն ընկալի որպես ագրեսիվության կամ բանի ցուցադրություն, մենք մեր ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու։ Այդ ցուցադրությունը ըստ վարչապետի տեղի կունենա մայիսին։ Մենք դրանով ոչ թե պատերազմ ենք պատրաստվել կամ այսինքն եղել է ժամանակ, որ այո, մտածել ենք, որ պատերազմ արնելու պետքա պատրաստվենք, էս էլ է կարևոր։ Ընդ որում մենք ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք եւ հիմնականում 22 թվից հետո ձեռք բերված սպառազինությունը։ Բայց հիմա խաղաղություն է, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա չունենանք պաշտպանունակ բանակ, որովհետեւ առանց բանակի երկիրը ինքը գայթակղություն է, կարա գայթակղություն լինի ագրեսիայի համար եւ այլն եւ այլն։ Վարչապետը հասցրեց նաև նկարվել ցանկացողների հետ։ Սրտիկ, այ մռուտ, այ սրտիկ։ Հələ ցույց տուր, հələ արա սրտիկ, արա։ Շատ ապրե, շատ։ Կգազ գրքեն։ Գալիս արի։ Այ հիմա կարանք նկարվենք։ Դե մի հատ սրտիկ անենք։ Մի հատ այ շատ ապրես։ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Տաթևում էր։ Բարև ձեզ, պարոն վարչապետ, ջան ու ջան, հզոր վարչապետ, խաղաղության խորհրդանիշ վարչապետ, մենք իրոք իմ անձիս մասին եմ խոսում, դու խոսքի չես իմանա էլի, բայց ամենալավը ուրախանում եմ միշտ առաջ, միշտ լավը։ Շնորհակալ։ Ձեզնից է կախված, ընտրությունների կգնաք եւ այդ ինչ որ ասիք ձեր քվեարկությամբ կարտահայտեք։ Լավ եք։ Խաղաղություն, այդ ենք ուզում։ Ունենք, մնում է տեր կանգնենք։ Այո, կանգնենք, անպայման։ Այդ ամենակարևորը։ Նիկոլ Փաշինյանը եւ մյուս պաշտոնյաները մոմ վառեցին Տաթևի վանքում, հաջորդ կանգառը Գորիսն էր։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շնորհակալություն։ Դուք լավն եք։ Հա, ասեք, ինչ եք մտածում։ Լրիվ նորմալ է։ Լրիվ չի կարա նորմալ լինի։ Լինի խաղաղություն, ամենակարևորը։ Խաղաղությունը կարևոր է։ Կարևորը խաղաղություն։ Իսկ այսօր կա խաղաղություն։ Հայություն եք մնացել լավ։ Այսօր կա խաղաղություն։ Այսօր կա խաղաղություն։ Փաշինյանի խոսքով զինված ուժերի բարեփոխման ուղղությամբ շատ մեծ քայլեր են կատարում։ Մեզ պետք է բանակը մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը պահպանելու համար։ Մենք ունենք խաղաղություն, բայց մենք պետք է նաև ժողովուրդը պետք է տեր կանգնի այդ խաղաղությանը, տեր կանգնի։ Որովհետև եթե խաղաղության տիրություն չարվեց, շատ արագ բան կլինի։ Քարուքանդ կլինի այդ խաղաղությունը եւ կդառնա լրիվ ուրիշ բան։ Մեր աչքի առաջ տեսնում ենք, որ տասնամյակներով կայուն խաղաղ երկրները ընդհանրեն օրերի ընթացքում հայտնվում են ինչ կարգավիճակում։ Դրա համար մեր խնդրանքը ինչա ձեզ, որ հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամաս ու խաղաղությանը տեր կանգնենք։ Հայաստանում ոչ մի դպրոց չի փակվում, փակվում են ավերված դպրոցները, որտեղ աշակերտ չկա։ Պատասխանելով Խնածաղ գյուղի դպրոցի փակման մասին քաղաքացու մտահոգությանը, ասաց վարչապետը։ Երեխեքին ես միշտ այդ օրինակն եմ բերում։ Երեխուն 10 քանի տարի պահում ենք, 10 տարի պահում ենք 7 հոգանոց դպրոցում, հետո իրան բաց ենք թողում, կներեք այդ բաց թողել արտահայտության համար, հա, բայց ազատ ենք տանում ենք 7 միլիարդանոց աշխարհ, ասում ենք դե շփվի։ Կներեք 1000 ներողություն տանում ենք 1000 հոգանոց զորամաս, ասում ենք դե ստեղ ծառայի։ Հետո ասում ենք, բայ այս երեխեքը խի չդիմացան։ Այս երեխեքը 1000 ներողություն ինչի ինքնասպանություն գործեին, որովհետև դպրոցը ամենակարևորը այն չի, որ ինքը իմանա Իսպանիայի մայրաքաղաքը, որն այդ էլ է կարևոր, բայց կարևոր է իմանա շփվել տարբեր բնավորությունների, տարբեր իրավիճակների, տարբեր մարդկանց, տարբեր պետք է տնից դուրս գա երեխեն։ Հասկանում եք, երեխու հասունացման ամենակարևոր process-ը տնից դուրս գալն է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Խնածախի ու մոտակա գյուղերի համար կառուցվում է նոր մեծ դպրոց։ Քաղաքացին իր հերթին նշեց, որ գյուղից մարդիկ գալիս են Գորիսում վարձով ապրելու, որ երեխաները Գորիսում դպրոց հաճախեն։ Վարչապետը պատասխանեց. Մենք հիմա ինչ ենք անում, հարմար վայրում մի քանի գյուղերի համար նախատեսված կրթահամալիր ենք ստեղծում, այդ հարմար կրթահամալից գյուղ տանող ճանապարհը նորոգում ենք,
ավտոմեքենա ենք ձեռք բերում, որ ավտոմեքենան գնա երեխեքին գյուղերից հավաքի բերի դպրոց, երեկոյան տանի իրանց տուն։ Եվ սա է այն պայմանը, որ ծնողին չի մղելու, որ նրանք գյուղը լքեն։ Եվ հիմա ծնողները առաջարկություն ունեն, քննարկում ենք, ասում են կարող է, իսկ կարող է դեպք լինի, որ այդ գումարը, որ ծախսելու եք երեխեքի գնալ գալու վրա, ծնողներին տակ, ծնողները իրանք կարող է գործ են գնում եւ այլը, տանեն դպրոց հասնեն, էդ էլ ենք քննարկում։ Հիմա ձեր ցույց տված օրինակը, հենց տեսեք, չէ, դուք օրինակ բերեցիք։ Ցույց տվեց, որ մեր այս արածը ոչ թե գյուղերը դատարկելու համար, այլ ընդհակառակը գյուղերը լցնելու համար է։ Բնակիչներից մեկի հետ զրույցում վարչապետը նշեց, այս խաղաղությունից նահանջելը նշանակում է պատերազմ հանուն ավելի լավ խաղաղության։ Ասում են մենք ավելի լավ խաղաղություն ենք ուզում, ո՞նց։ Կամ ավելի լավ խաղաղությունը ի՞նչ է։ Ինչ է ավելի լավ խաղաղությունը։ Պետք է բացատրվի ինչ է ավելի լավ խաղաղությունը։ Ըստ էության այդ մարդկանց խոսույթը վերլուծելով ես ակնհայտ գալիս եմ հետևյալ եզրակացության։ Մարդիկ ուզում են պատերազմ հանուն ավելի լավ խաղաղության։ Դա աբսուրդ է։ Փաշինյանի խոսքով որոշ մարդիկ ասում են, թե իշխանությունները բավարար չափով ուժեղ չեն, ուրիշներն էլ ասում են, բռնակալական իշխանություն է։ Այդ նշանակում է, որ մենք ճիշտ բալանսի վրա ենք։ Որովհետև ես համաձայն եմ, թույլ իշխանություն է տաղետ է։ Այդ որ ասում են թույլ, միջազգայինորեն թույլ։ Ամենապրիմիտիվ բանն եմ ուզում ասեմ, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2023 թվին, կարծեմ, թե կարող է թիվը խառնեմ 24, Հայաստանի միջազգային օդանավակայանում միայն Հայաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներն են։ Բա ուժեղ իշխանությունը չի մտածել, այ մենք, չէ, էսա հերթով գալիս եմ, ուժեղ իշխանությունը, բա ուժեղ իշխանություն են եղել, բան, բոդիբիլդինգ, բան, տեն, չի մտածել, ասել լսեք, բա օտարերկրացին, որ գալիս է մեր երկիրը, տեսնում է, որ իհարկե դրա համար առիթ կար, մի հատ էլ մեր հարգելի օտարերկրյա սահմանապահը սկսում է բան անել, էլի ծաղրել հյուրին ու հյուրի միջոցով ծաղրել երրորդ երկրին։ Բա այդ ուժեղ ղեկավարները չեն մտածել, ասել են հիմա իրանց տան դեմը տան մուտքի մոտ այդ ուժեղ տղամարդկանց կա օտարերկրյա բան կա, անցակետ կա, իրանց տուն մտնել դուրս գալիս ստուգում է։ Ոչ ձիգ քաղաքական թիմը եւ քաղաքական լիդերը ինչպես կարող էին 2018 թվականից հետո 8 տարի Հայաստանում կառավարող ուժ լինել, հարցրեց վարչապետը։ Ոնց կարա ոչ ձիգ անձը եւ քաղաքական ուժը ոնց կարա պահի, ոնց կարա մնա բանի իշխանության ղեկին, հենց ինչերի միջով են անցել, ոնց կարա ոչ ձիգ իշխանություն այդ ամեն ինչը բան կլինի, քարուքանդ կլինի, ավազ քարուքանդ կլինի։ Հա, բան պատեզներում մարդ չենք խփել, ձիգենք դրա համար չենք խփել, որովհետեւ որևէ մարդու ապրելը մեզ խոճապի չի մատնել։ Մենք իրական շատ ձիգ ենք։ Հաջորդ կանգառը Վայոց ձորի Վայք քաղաքն էր։ Փաշինյանը ասաց, համաներում Հայաստանում չի պլանավորում, սակայն պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի զարգացումը պետք է լրացնի այդ պահանջը։ Ես էլ եմ եղել քրեակատարական հիմնարկում, ես էլ եմ համաներումով դուրս եկել քրեակատարական հիմնարկից, բայց դա եղել է քաղաքական որոշում միջազգային հանրության ճնշման ներքո։ Բայց ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ, այդ ոլորտում մեր քաղաքականությունները մենք ինչ ուղղությամբ ենք զարգացնում։ Տեսեք, երբ որ խոսքը գնում է համաներման մասին, այդ ակտը անձի հատկանիշները հաշվի չի առնում։ Ինքը համատարած, ով որ էս հոդվածով է դատված եւ այսքան է մնացել, բոլորին բաց է թողում։ Եվ նախկին մեր բոլոր վերլուծությունը ցույց է տալիս, ես հիմա կոնկրետ տոկոս չունեմ, համաներումից հետո մի հսկայական մասը առաջին 3 ամսվա մեջ վերադառնում է քրեակատարողական հիմնարկ։ Ես Արդարադատության նախարարության առաջ խնդիր եմ դրել, որ մենք պայմանական վաղակետ ազատման համակարգը այնքան զարգացնենք եւ ակտիվացնենք, որ պայմանական վաղաժամկետ ազատումների մեխանիզմը գա եւ ձեր ասած այդ պահանջը լրացնի։ Ինչն է համաներման եւ իմ ասածի տարբերությունը, որովհետեւ պայմանական վաղաժամկետը հարցը քննում է հատ-հատ, այսինքն յուրաքանչյուր անձի դեպքը առանձին քննում է։ Խոսելով հարկերից խուսափելու մասին, վարչապետը ընդգծեց, հարկ վճարել նշանակում է արձանագրել, որ դու այս պետության տերն ես։ Եվ էլի եմ ասում, այդ խնդիրը որ կա, որ բանի փոքր բիզնես, միջին բիզնես, 2018 թվականին մենք ինչ պարզեցինք,
Մենք բարձեցինք, որ բազմաթիվ խոշոր բիզնեսներ իրանք տասնյակ ածներ ունեն գրանցած, հարկերից խուսափելու համար այդ ածներով ապրանք են վաճառում, գալիս է ինչ որ մի հատ շեմի հասնում է, այդ ածն շպրտում են մի կողմ մինչև հաջորդ տարի։ Երկրորդ ածն են վերցնում, երրորդը, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, այդ չի լինի տենց։ Մենք պետք է այդ ճանապարհները փակենք։ Հարկը պետության ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտ է։ Վարչապետը եղավ նաև Եղեգնաձորում։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ դուք ոնց եք։ Փառք Աստծո։ Մի հատ հարցում եմ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ես Քարագլուխ գյուղից եմ։ Քարագլուխ, այո։ Մեր Քարագլուխի ասֆալտի համար եմ ուզում մի հատ հարցով, պրոստը խնդրանքի կարգ է, էլի։ Խնդրանքի բան չկա։ Մեր գյուղը կեսը ասֆալտը արած է, ուղիղ կեսը։ Մենք էլ վերի թաղամասում ենք ապրում։ Հա, միջև գյուղա մեջ եկել է, չի շարունում։ Գյուղամեջից մեջից վերև չկա ասֆալտ։ Դե կամաց կգանք։ Եղեգնաձորի 65-ամյա բնակիչներից մեկն էլ նշեց, որ արդեն օգտվել է առողջության ապահովագրությամբ անվճար դեղ ստանալու հնարավորությունից։ Ապրիլի 1-ից ձեր թոշակը 10,000 դրամով ավելանալու է։ Շատ եմ ստանում, Ինչքան։ 92,000 եմ ստանում։ 92,000-ի դեպքում պարոն էլի 10,000։ 92-ը կդառնա 102, եթե անկանխիկ առևտուր անեք կդառնա մի 10,000 էլ տեղից կգա 110 եւ դեղերի պլյուս 15,000 դրամը դեղի վրա չեք ծախսի, կծախսեք ձեր վրա։ Եղավ 125։ 125։ Հիմա կարանք ասենք, որ ձեր թոշակը 35,000 դրամով ավելացրել եք։ Արենիում նույնպես վարչապետին ջերմընդունելություն էր սպասվում։ Վարչապետ, կարելի է նկարվել։ Հա, եղբայր։ Ահա, բա դրա համար ենք եկել ենք երեխեք հետ նկարվենք գնանք։ Վարչապետը տեղի բնակիչներից հետաքրքրվեց, արդյոք Արենիում գործում է 16 միլիոնի ծրագիրը։ Քանի հատ տուն է կառուցվել։ Լավ լուրջ է։ Բայդ ասեք, բայդ ասեք։ Բայց դրա մեջ 214 տուն Արենիում կառուցվել։ մեր ջուղի մեջ մի հատ ջուղ է կառուցվել։ Ես TikTok-ով էլ ենք հետևում։ Շատ ապրեք։ Կրիստինե Թորոսյան, Կիրակնորյա լուրեր։